ասեք այն քաղաքացիներ, որոնք չեն ներկայացրել եւ չեն ներկայացնելու, իրենց ինչ է սպասվում։ Ոչ մի բան։ Ոչ որևէ վարչական։ Շատ կարճ կոնկրետ, ոչ մի բան, վարչական տուգանքը հանված է, չեն կարողանալու տուգան են մարդկանց, որ չեն ներկայացրել, հարկային տուգանք չեն կարող գրել, որովհետև չեն կարող ֆիզիկական անձի մոտ գնալ ստուգման, օրինակ մենք մշտად դիտարկելու ենք, եթե այդ դրույթը, որը որ իրավունք էր վերապահում, գնան ֆիզիկական անձի տան դուռը թակեն եւ մտնեն հարկային ստուգում իրականացնեն, այդ դրույթը մենք հետ ենք ուղարկել։ Հիմա պատկերացրեք, մենք մշտად դիտարկում ենք անում, եթե փորձեցին այս դրույթը հետ բերեն, որ կարողանան ֆիզանձի մոտ ստուգում իրականացնեն, այդ ժամանակ մենք ակցիան նորից նոր շունչ ենք հաղորդելու եւ պայքարը շարունակելու ենք։ Այս պահին հարկային որևէ տուգանք գոյություն ունենալ չի կարող, վարչական տուգանք գոյություն ունենալ չի կարող։ Եվ դուք տեղյակ եք, այդ 130 հազար ովքեր հայտարարել են, որ կառույցներից են։ Տարբեր, ուրեմն պետական աշխատողներ։ Իհարկե նաև պետական աշխատողներ, որովհետև պետական աշխատակազմին կոնկրետ պարտադրում կար, պարտադրում էին, որ ներկայացնեն, հիմա շարունակելու են պարտադրել իհարկե, բայց նաև պետք է պետական աշխատակազմին խորին շնորհակալություն հայտնել, որ իրենք չեն տրվել իրենց այսպես վերադասների հրահանգներին, ընդ որում ապօրինի հրահանգներին եւ չեն ներկայացրել։ Պետական աշխատողներն են, կան մարդիկ, ովքեր որ սոցիալական կրեդիտ ստանալու պատճառաբանությամբ են ներկայացել 100,000-ական դրամների, որովհետև գիտեք, այդ մարդկանց մենք երբևէ չենք էլ ասել մի ներկայացրեք։ Իրենք ունեն ֆինանսական խնդիրներ եւ թեկուզ համալսարանի վճարի ուսման վարձի դիմաց 100,000-ի փոխհատուցումը բավականին լուրջ սոցիալական խնդիր է լուծում, այս մարդիկ ներկայացրել են։ Հաջորդ խումբը բիզնեսմեններն են, այսինքն կազմակերպությունների բաժնետերը, սեփականատերներն, որոնք որ 2023 թվականին են ներկայացրել, այսինքն 23 թվականի համար 24-ին։ Իրենք այսպես սովորույթի ուժով ներկայացնելով գնացել են։ Այս 3 հիմնական շերտն են ներկայացնողները։